ձեզ, պարոն Հայրապետյան, ևս անդառնում եք Սամվել Կարապետյանի ուժին, թե ընդհանրապես ընդդիմությանը եւ այսօր եկել եք տեսնեք օրինակ ինչ է կայանալու։ Ես սատարում եմ ցանկացած ընդդիմադիր ուժի, որը կողմ է այս իշխանության հեռացմանը, որը քայլեր է ձեռնարկում այս իշխանության հեռացման համար։ Իսկ ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, թեկուզ միայն այն, որ իրեն ապօրինի կալանավորել են, ապօրինի իրեն գործ են հարուցել, դա արդեն միայն բավական է ցանկացած նման դեպքով մարդուն աջակցելու, սատարելու համար, որովհետև անօրինականությունը պետք է տեղ չունենա մեր երկրում։ Ինչ է նշանակում մարդ ասում է ես կսատարեմ եկեղեցուն իմ ձևով եւ դա վերցանում են որպես անօրինական ճանապարհ։ Որն է իմ ձևով կամ մեր ձևովը։ Ով ասեց, որ դա հակաօրինական տարբերակ է։ Եթե իրենց համար մեր ձևովը դա միայն հակաօրինական է, ապա դա իրենց դեպքում է այդպես։ Հիմա եթե ես ասեմ իմ ձևով այս փոսը կսարքեմ, ոչինչ անգամ փոսի մեջ ռումբ եմ դնելու։ Պետք է կան ինձ ձերբակալեն, ասեմ փոսի մեջ ուզում եմ ռումբ դնել։ Մեր ձևով արտահայտության մեջ չկա ոչ մի հակաօրինական, հակապետական արտահայտություն։ Այսինքն ապօրինի մարդուն ձերբակալեցի զուտ միայն նրա համար, որ ինքը սատարում է եկեղեցին։ Աստացի նաև նախադրյալ ստեղծեց, որպեսզի Սամվել Կարապետյանը մտնի քաղաքականություն։ Այո, բայց վստահ եմ, որ Սամվել Կարապետյանը կամ ցանկացած այլ հայ, ով մտահոգված է երկրի ճակատագրով, չէր կարող անմասն մնալ, չէր կարող ուղղակի հետևել, թե ինչպես է երկիրը տարվում դեպի կործանում։ Ինչպես է խաղաղություն անվան տակ մեզ մատուցվում նվաստացումը թշնամու բոլոր պայմաններին համաձայնվելը։ Գիտեք, ասում են խաղաղություն է, չեն կրակում։ Արդյոք դա խաղաղություն է, երբ միայն չեն կրակում, բայց դու իրենց ամեն ինչ հանձնում ես։ Կներեք մի հատ sense օրինակ բերեմ։ Մի կին, որը պատրաստ է բոլորին ամեն ինչ տալ։ Եվ ասում է, որ իրեն ոչ մեկ չի բռնաբարում։ Արդյոք դա նույն օրինակը չի ինչ-որ խաղաղություն։ Եթե մենք պատրաստ ենք որպես երկիր բոլորին ամեն ինչ զիջել, եթե մենք պատրաստ ենք թշնամու ամենափոքրիկ կապրիզներն անգամ ու ամենամեծ կապրիզները կատարել, ինչ է նշանակում թշնամու պահանջով սահմանադրություն փոխել։ Դա ինքնիշխանություն է։ Ասում են մենք բերեցինք ինքնիշխանություն եւ անկախություն։ Մենք անկախ էինք մինչեւ 2018 թվականը, երբ մեր թշնամին մեզ չէր թելադրում, թե մենք ինչ սահմանադրություն ունենանք։ Երբ մեր թշնամին չէր ասում, չէր գալիս եւ նստում սև լճի կամ այլ տարածքում ու ասում իմն է։ Երբ մենք չենք հանձնում տարածքներ, իբր թե խաղաղության համար, իբր թե սահմանազատման համար։ Սահմանազատման անվան տակ հանձնվեցին տարածքներ, որ թշնամին պետքա այլ տարածքներից հեռանար։ Հեռացավ? Ոչ։ Տարածքները հանձնվեցին, այո։ Ու դեռ խոսում են այլ տարածքներ հանձնելու մասին։ Խոսում են խաղաղության մասին, որը միֆ է, որի անվան տակ մենք կորցնում ենք շատ ստրատեգիական տարածքներ։ Թշնամուն տալիս ենք վաղը հարձակվելու համար ավելի լավ հնարավորություն։ Քաղաքացիներից մեկը Լոռիում Փաշինյանին ասաց, որ Աստված մի արած է, եթե ձեզ ինչ-որ բան պատահի, դա նշանակում է, որ խաղաղություն չի լինի, ինչին ի պատասխան Փաշինյանը ասաց, որ խաղաղությանը տեր են կանգնելու ժողովուրդը։ Ինչ կասեք այս մասին։ Իրականում տեսել եմ այդ դեպքը եւ շատ ճիշտ հարց է տվել, որովհետեւ թեկուզ կատակով, թեկուզ սարկազմով արված արտահայտություններ, բայց այո, եթե իրենք կապում են խաղաղությունը միայն իրենց հետ, եթե իրենց մի բան պատահի ու խաղաղություն չի լինելու, կամ ինչ է նշանակում, որ եթե այլ ուժեր լինեն, խաղաղություն չի լինելու։ Իսկ գուցե լինելու է իրական խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն, ոչ թե խաղաղություն, որի անվան տակ մենք զիջում ենք ամեն ինչ, ոչ թե խաղաղություն, որի ընթացքում թշնամին մեզ պարտադրում է սահմանադրություն փոխել։ Եվ այն միֆը, թե սեպտեմբերին լինելու է պատերազմ, եթե գիտեք, որ սեպտեմբերին լինելու է, այդ որտեղից գիտեք։ Ունեք ներքին պայմանավորվածություն, որ դուք չլինեք իշխանության, ուրեմն խաղաղություն չունի, իրենք հարձակվեն։ Որտեղից է հստակ ամսաթիվը, ամիսը։ Պայմանավորում է սպառնալիքները Փաշինյանի, որ պատերազմ կլինի, եթե իրենք չլինեն իշխանության։ Ժողովրդին մշտապես վախի մեջ պահելու ցանկությամբ, ժողովրդին մանիպուլացնելու եւ ահաբեկելու։ Եթե նախկինում թշնամին էր
ահաբեկում, փորձում անգամ ահաբեկել հայ ժողովրդին, հիմա դանում է Հայաստանի իշխանությունը։ Թշնամին անգամ դա չէր փորձում անել, որովհետև Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը շատ լավ կատարում է թշնամու այդ գործառույթը։ Ընդ որում ոչ միայն մեկ թշնամու, այլ երկու թշնամիների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Առաջ Ադրբեջանն ու Թուրքիան էին ասում՝ «Սենց չանենք, մենք սենց կանենք» կամ «մենք սենց կանենք»։ Հիմա Հայաստանն ասում պատերազմ կլինի։ Ու եթե երկիր ղեկավարը վախեցնում է ժողովրդին պատերազմով, պատերազմ կլինի, որ աղետաբեր կլինի, այսինքն ասում է մենք պատրաստ չենք պատերազմին, ուրեմն թշնամուն էլ ազդակ է ուղարկում, որ մենք պատրաստ չենք հարձակվենք։ Արդյոք դա հրավերս չի, արդյոք դա ազդակ չի թշնամուն հարձակվելու համար։ Ինչպես եկավ 2020-ից առաջ, երբ ասում էր, որ պետք է ամեն գնով խաղաղության գնանք։ Ցանկացած երկիր անում է շքերթ, օրինակ, որպեսզի առաջին իր ժողովրդին ցույց տա, որ մենք պատրաստ ենք պատերազմի, եւ թշնամուն ցույց տա, որ մենք պատրաստ ենք պատերազմի։ Իսկ մեր երկրի ղեկավարությունը անում է հակառակ, ասում է մենք պատրաստ չենք պատերազմի։ Իսկ թշնամին կարող դրանից հետևություններ անել, դե ուրեմն հարձակվենք, եթե իրենք պատրաստ են, եթե վախենում են։ Եթե մարզիկը, ցանկացած մարզիկի սպորտսմենի հետ խոսեք, եթե ինքը դուրս է գալիս ռինգ, վախեցած, ինչքան էլ իր հակառակորդից ուժեղ լինի, ինքը պարտվելու է։